Երևույթը պատմության ընթացքում շարժողության առաջին անգամ ընկերությունը ինքը իր միջոցների հաշվին հնարավորություն ունելու նոր շարժողության մեքենաներ, որոնց առաջին վարչապետ ռեանիմոբիլ է, Դեֆիբրիլյատորն է, վարչապետ, կարծում մոնիտորն է, հոգի արհեստական օդափոխության սարքավորումն է, հիմնականում հեռու տեղից հիվանդանալու անգիտագիր վիճակներում, տեսակը ինձ հիմնականում սարքավորում ինքը, որ հոգի արհեստական օդափոխության սարքավորումի կոշտ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկեղեցական պատկարակն է, վակուումային մոբիլիզացիոն մեքենա բազմաթիվ գործողություններով հիվանդներին որևէ մեքենայում չենք ունեցել միշտ, պարոն վարչապետ, ու միշտ ունենք դժգոհություն այս դեպքերի համար։ Ինքը աստիճանքը այն հիվանդները, որոնք որ պետք է նստացնենք, ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի։ Այո, պարոն վարչապետ, ինքը հենց այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ կիրառում, ինքը ավտոմատ ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հատուցած են։ Բոլոր մեքենաները 3 տարի ամբողջությամբ սպասարկվելու է կազմակերպության կողմից, այսինքն որևէ մրցույթ չի հայտարարվելու մեքենայի սպասարկման հետ կապված։ Հիմա Երևանի շտապ օգնությունը քանի մեքենա է սպանում, գործի մեջ թե ընդհանուր 60 մեքենա ունենք, քանից ունենք։ Նայեք, սենց է, հիմա այս պայն կանչերը ծննդյան ամիսներին, եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի քիչացման հետ կապված իջացնում ենք, այսինքն ճկուն ձևի նկատում են բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Բոլորը սարքին վիճակում Նկատում են հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան Ունենք։ հա միանշանակ ունենք, դες չի նոր մենք պակասներին բացարձակ չունենք։ Հիմա փաստացի թարմացում Բոլոր մեքենաները ձեռքաբերվել լիզինգով, կառավարությունը ծրագիրում 10%-ը մարելու է տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ եք դրել, վերջացած տոկոսները մայր գումարն եք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի, լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում սա արդեն շահութաբերության հաշվ։ Այս զորը կառավարման կողմից ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, որվա կտրվածքով ստանում ենք մոտ այս պահին այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այս օրին 2000-2300 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքր-ինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից այլնում զանգի, մնացածը Երևան։ Հիմա երկու կապ ունենք, խափանման դեպքում ավտոմատ միանում է մյուսը, կոչվում է Ե1 կապող, ինքը թվային կապ է։ Բաստոված զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը մենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօգնության սահմանագծումը վերացնել։ Այո, Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կան խաղարկածներն որ ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք տեսնենք 103-ը փաստացի ամբողջ հանրապետությունով հասանելի է։ Այսինքն 103 զանգերի գալուս է այստեղ զանգը, այստեղից գնում է արդեն բան։ Հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103։ Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկա։ Մենք այդպես էլ, այո։ Ամեն ինչով պետք է բանը։ Պարոն վարչապետ, մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա, մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան կգտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրա կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդար ենք շտապը։